21 TV-ում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է, բարև ձեզ, ես Տաթև Առաքելյանն եմ, այսօր հյուրընկալել եմ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր թերապիայի կլինիկայի բժիշկ նյարդաբան Սոֆիա Խաչատուրյանին, բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ամբողջ ապրիլ ամիսն ամբողջ աշխարհում հայտարարված է որպես Պարկինսոնի հիվանդության իրազեկման ամիս, Ինչ է ստացվում, այս հիվանդությունը շատ տարածված է և մենք ունենք քիչ ինֆորմացիա դրա համար է, որ ամբողջ մեկ ամիս նվիրել ենք այս հիվանդության մասին խոսելու համար, թե նոր մեթոդներ, նոր տարբերակներ, նոր առաջարկներ կան, դրա համար էլ համաշխարհային առողջապահական կազմակերպությունը և շահագրգիռ կառույցները որոշեցին, որ պիտի ամբողջ ապրիլը նվիրվի հիվանդության իրազեկմանը։ Այսօրվա եթերում ցանկանում եմ կարևորել Պարկինսոնի հիվանդության և առհասարակ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների իրազեկման անհրաժեշտությանը։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը, Ալցգեյմերի հիվանդությունը, դեմենցիայի տեսակները համարվում են լուրջ մարտահրավեր ժամանակակից բժշկության համար։ Ամբողջ աշխարհում ծերացող անհատների թվաքանակի հետ մեկտեղ խնդիրը կապված նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ աճում են։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները համարվում են քրոնիկ հիվանդություններ, բերում են վաղաժամ հաշմանդամության և ցավոք սրտի այսօր նրանք համարվում են անբուժելի։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բարդ է ախտորոշել, չնայած նրան, որ առկա են բազմաթիվ ախտորոշիչ մեթոդներ, հասանելի ախտորոշիչ մեթոդներ, նրանք դժվար են ախտորոշվում կամ ախտորոշվում են հիվանդության արդեն ուշացած, բարդացած շրջաններում, ինչը նվազեցնում է արդյունավետ բուժման կազմակերպումը։ Ինչու ենք մենք կարևորում Պարկինսոնի հիվանդության մասին իրազեկելը։ Ամբողջ աշխարհում Պարկինսոնով մարդկանց թվականակը կազմում է 10 միլիոն և ավել, և հաշվարկված է, որ մինչև 2040 թվականը այս թիվը կրկնապատկվելու է։ Պարկինսոնի հիվանդությունը չի ճանաչում սահմաններ, այն չի սիրում խտրականություն, այն հանդիպում է ցանկացած տարիքում, ցանկացած սեռի, ցանկացած սոցիալական խմբի, մասնագիտության անհատների մոտ։ Հետևաբար խոսել Պարկինսոնի հիվանդության մասին շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ճանաչեն այդ հիվանդությունը, ժամանակին դիմեն մասնագետի, ստանան ախտորոշում, ինչը նրանց թույլ կտա ժամանակին սկսեն բուժումը, երկարաձգելով հաշմանդամությունը, դանդաղեցնելով հիվանդության պրոգրեսիան։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, չնայած որ նշեցիք, որ այս հիվանդությունը չունի բուժում, ապաքինում, այսպես ասած, բայց միևնույն ժամանակ այս դեպքում միևնույն է բժշկության ձեռքերը կապված չեն և օգնելու տարբերակներ, կյանքի որակը բարելավելու, հիվանդության բարդացման, այսպես ասած, դեպքերը նվազեցնելու հնարավորություններ կան։ Այո, մենք չենք բուժում հիվանդությունը, մենք չենք ակնկալում հիվանդի առողջացում, մենք բուժում ենք հիվանդության սիմպտոմները և կան բազմաթիվ դեղորայքներ, որոնք մեզ օգնում են, բայց հիվանդը պետք է ժամանակին դիմի օգնության։ Պարկինսոնի հիվանդությունը ունի ախտանիշներ, մոտոր ախտանիշներ, որոնք շատերին ծանոթ են։ Եթե մոտոր ախտանիշները արտահայտվում են, դա նշանակում է, որ գլխուղեղի այն կառույցը, որը պատասխանատու է շարժումների համար և արտադրում է դոֆամին հորմոնը, որը պատասխանատու է շարժումների համար, այդ նեյրոնները ուրեմն 80-ից 80% արդեն մահացած են լինում, հետևաբար դա անդառնալի պրոցես է։ Մարդիկ պետք է ծանոթ լինեն որոշ սիմպտոմների հետ, որը ահազանգ կլինեն նրանց համար, ժամանակին դիմեն բժշկի։ Քանի որ նշեցիք շատ կարևոր է ճանաչել այս հիվանդությանը և կարծում եմ իրազեկման համար մեկ, այսպես ասած, նպատակն էլ ծանոթացումն է հիվանդության հետ, ուստի խնդրում եմ այն ամենատարածված, ամենաառաջնային ախտանիշները նշեք, որոնցով մեր ընտանիքի անդամները, հարազատները կարող են ճանաչել, որ մեզ մոտ կարող է լինել խնդիրը և նաև մենք էլ սկսենք ճանաչել։ Բարի։ Ինչպես նշեցի, Պարկինսոնի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ քրոնիկ հիվանդություն է և բնորոշվում է շարժողական և ոչ շարժողական սիմպտոմներով։ Պարկինսոնի հիվանդության շարժողական դրսևորումները տեսանելի են և շատերի համար ճանաչելի։ Ինչը չեմ կարող ասել Պարկինսոնի հիվանդության ոչ շարժողական դրսևորումների մասին, որոնք շատ հաճախ թե հիվանդների կողմից, թե հարազատների կողմից ընկալվում են որպես սուբյեկտիվ գանգատներ։
Պարկինսոնի հիվանդության ոչ մոտոր դրսևորումները համարվում են Պարկինսոնի հիվանդության պրոդրոմալ ախտանիշներ։ Օրինակ, քնի խանգարումները, քնի REM վարքագծային խանգարումները, որոնք բնորոշվում են քնի ժամանակ խոսքով, ագրեսիվ վարքագծով, շարժողական դրսևորումներով։ Դա մեզ համար ահազանգ է, որ անհատի մոտ կարող է զարգանալ Պարկինսոնի հիվանդություն կամ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություն։ Պարկինսոնով հիվանդների մոտ շատ հաճախ է հանդիպում փորկապությունը։ Հիվանդների մեծ մասը, մինչև շարժողական դրսևորումները, կարող են 10-20 տարի ունենալ քրոնիկ փորկապություն, եւ այն անհատները, ովքեր ունեն քրոնիկ փորկապություն, շատ ավելի հակված են ունենալու Պարկինսոնի հիվանդություն, քան նրանք, ովքեր փորկապություն չունեն։ Կա մի հիպոթեզ, ոչ մի կապ չունեցող, ոչ մի կապ չունեցող, կա մի հիպոթեզ, ըստ որի Պարկինսոնի հիվանդությունը սկսում է ստամոքսաղիքային տրակտից եւ ակուսնյարդի միջոցով արդեն տեղափոխվում է դեպի գլխուղեղ։ Հիվանդները շատ են նշում հոտառության խանգարում։ Պարկինսոնով հիվանդների 80%-ից ավելը ունենում են հոտառության աղավաղումներ, հիպոսմիայի կամ անոսմիայի տիպով։ Դա պայմանավորված է ալֆա-սինուկլեին սպիտակուցի, որը համարվում է պաթոլոգիական սպիտակուց, կուտակումով, հոտառական կոճղեզում, որը պատասխանատու է հոտառության համար։ Շատ հիվանդներ ունենում են դեպրեսիա։ Մենք խոսեցինք դոֆամինի շարժողական ֆունկցիաների մասին, բայց դոֆամինը, այո, նաև պատասխանատու է հաճույքի զգացողության համար, մոտիվացիայի համար։ Հետևաբար դոֆամինի պակասը դա բերում է դեպրեսիայի, տրամադրության ընկճման, ապաթիայի։ Հիվանդները ունենում են ցավ։ Շատ հաճախ Պարկինսոնով հիվանդները նշում են անբացատրելի քրոնիկ ցավ։ Որ հատվածում կապ չունի որ հատվածում, անբացատրելի ցավ, մկանացավ, մարմնի ցավ, եւ դա կարող է առաջին սիմպտոմներից մեկը լինել Պարկինսոնի հիվանդության զարգացման համար։ Ունենում են միզարձակման տարբեր խանգարումներ։ Սրանք բոլորը միասին են հանդիպում, որտեղ դուք նշում եք ախտանիշներ, որոնցից յուրաքանչյուրը լրիվ ուրիշ ուղղությամբ կարող են հիվանդին տանել։ Միզարձակման խանգարման ժամանակ մարդը կարող ուղղակի գնալ ուրոլոգի մոտ։ Չգիտեմ, քնի խանգարման ժամանակ քնի խանգարումներով զբաղվող մասնագետի մոտ, աղիքների հետ կապված արդեն հստակ է թե ուր կգնա։ Սրանք միասին են հայտնվում, որպեսզի մարդն էլ հասկանա, որ այ եթե բոլորը իրար հետ են, ուրեմն հնարավոր է Պարկինսոն է։ Չէ, բոլորը իրար հետ չեն հանդիպում, քանի որ Պարկինսոնի հիվանդությունը ինքը բազմապատճառային հիվանդություն է, ու ոչ միայն դոֆամին նեյրոմեդիատորն է պատասխանատու Պարկինսոնի հիվանդության կլինիկական դրսևորումների համար, այլ նաև սերոտոնինը, նորադրենալինը, ացետիլխոլինը, որոնք պատասխանատու են Պարկինսոնի հիվանդության արդեն ոչ մոտոր դրսևորումների համար, ինչպիսիք են դեպրեսիան, փորկապությունը, հոտառական փոփոխությունները, միզարձակման փոփոխությունը, զարկերակային ճնշման տատանումները, ցավը։ Իսկ ժառանգականությունը ինչ որ խոսք ունի այս հարցում։ Կան որոշ գործոններ, որոնք համարվում են ռիսկի գործոններ Պարկինսոնի հիվանդության զարգացման համար։ Այո, առաջին կարգի հարազատների մոտ Պարկինսոնի հիվանդությունը կարող է 2-ից 3 անգամ բարձրացնել Պարկինսոնի հիվանդության առաջացան։ Ոչ։ Շարունակելով զրույցը, ինձ հետաքրքիր է նաև նշեք, ավելի ճիշտ ընդգծեք, հա, այն ախտանիշները, որոնք հատկապես եւ մասնավորապես հատուկ են հենց այս խնդրին, որովհետեւ երբ մենք ասում ենք Պարկինսոն, առաջին հայացքից մտածում ենք դողը եւ կարծես թե նույնիսկ սահմանափակվում ենք դրանով։ Եթե դող չկա, Պարկինսոն չի, եթե դող կա, ուրեմն Պարկինսոն է։ Այո։ Տարբերվում են 3 տեսակի Պարկինսոնի հիվանդություն՝ տրեմոր դոմինանտ, ակինետիկորիգիդ եւ կեցվածքի խանգարումով, քայլքի խանգարումով ուղեկցվող։ Ամենահաճախ հանդիպող մոտոր խանգարումները դա դողն են, բրադիկինեզիան, կարկամատությունը եւ կեցվածքի խանգարումը։ Բոլորին հայտնի է դողը։ Դողը Պարկինսոնի հիվանդության ժամանակ հանդիպում է 80%-ից ավելի հիվանդների մոտ։ Հիմնականում համարվում է հանգստի դող, այսինքն տեսանելի է լինում, երբ հիվանդը գտնվում է հանգիստ վիճակում, կարող է անհետանալ գործողություն կատարելիս, շարժվելիս, սակայն հիվանդության սկզբնական շրջանում։ Դողը սկսում է ասիմետրիկ, այսինքն մեկ վերջույթից, սակայն հիվանդության պրոգրեսիային զուգընթաց դողը կարող է անցնել ստորին վերջույթների։ Պաթոլոգիական process-ի մեջ կարող են ընդգրկվել կզակը, շուրթերը, լեզուն։ Դողը կարող է ուժեղանալ ստրեսի ժամանակ, էմոցիոնալ լարվածության ժամանակ։ Պարկինսոնով հիվանդներին շատ բնորոշ է դանդաղ կոտությունը, որ մենք անվանում ենք բրադիկինեզիա։ Դա շարժումների ամպլիտուդայի դանդաղումն է։
Սա ամենահաճախ հանդիպող սիմպտոմներից է, 90% եւ ավելի հիվանդներ ունենում են դանդաղ կոտություն, սակայն նրանք շատ դժվարանում են այս սիմպտոմը նկարագրել։ Նրանք այն համեմատում են թուլության հետ, հոգնածության հետ, շարժումները կատարելու ճկունության, կորստի հետ։ Բրադիկինեզիան վերին վերջույթներում կարող է արտահայտվել մանր մոտոր շարժումները կատարելու անկարողության հետ։ Օրինակ չեն կարողանում կոճակը կոճկել կամ կոշիկների շուղը կապել, համակարգչով աշխատելիս դժվարանում են կրկնակի սեղմում կատարել։ Հիվանդների կորցնում են վայրընկնումները կանխելու ունակությունը, որը մենք անվանում ենք պոստուրալ անկայունություն։ Այս շարժողական սիմպտոմը հանդիպում է հիվանդության հիմնական ավելի ուշացած, բարդացած շրջաններում եւ շատ ավելի դժվար է տրվում դոֆամինային թերապիային, քան մնացած շարժողական դրսևորումները։ Եթե հիվանդության վաղ շրջանում ենք տեսնում ենք հիվանդի մոտ պոստուրալ անկայունություն, դա մեծ հուշում է, որ մենք ունենք այլ Պարկինսոն սինդրոմ, ոչ թե հիվանդություն։ Առհասարակ նյարդափոխվում է արդեն։ Հա։ Առհասարակ նյարդաբանական կլինիկայում շատ կարևոր է տարբերակել Պարկինսոնի հիվանդությունը Պարկինսոն պլյուս համախտանիշներից, երկրորդային պարկինսոնիզմից եւ շարժողական այլ խանգարումներից։ Օրինակ, երբ խոսում ենք Պարկինսոն պլյուս սինդրոմների մասին, նրանք նույնպես համարվում են նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, ինչպես Պարկինսոնի հիվանդությունը, սակայն այս հիվանդությունները ավելի արագ են պրոգրեսիվում, ավելի արագ են բերում հաշմանդամության եւ ի տարբերություն Պարկինսոնի հիվանդության նրանք բուժում չունեն։ Եթե Պարկինսոնի հիվանդության ժամանակ դոֆամինը համարվում է սիմպտոմները բարելավող դեղամիջոց, ապա Պարկինսոն պլյուս համախտանիշների մասին մենք դա չենք կարող ասել։ Երկրորդային կամ սիմպտոմատիկ Պարկինսոնը դա ոչ պրոգրեսիվ չպրոգրեսիվող Պարկինսոնի հիվանդություն է եւ կարող է հանդիպել երկարատև հակապսիխոտիկներ ընդունող հիվանդների մոտ կամ հակափսխումային դեղորայք ընդունող հիվանդների մոտ, թմրամոլների մոտ, տոքսիկոմանների մոտ, ովքեր օգտագործում են դեղորայք, որոնք թույլատրելի չեն եւ կարող են նեյրոտոքսիկ ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա։ Կան նաեւ այլ շարժողական խանգարումներ, ինչպիսիք են օրինակ էսենցիալ դողը, որը շատ հաճախ շփոթում են Պարկինսոնի հիվանդության հետ։ Այսպիսով Պարկինսոնի հիվանդությունը ինքը բարդ ախտորոշվող հիվանդություն է եւ իմանալը այս բոլոր հիվանդությունների մասին շատ կարեւոր է։ Հետաքրքիր է ձեր պրակտիկան հաշվի առնելով ամենաերիտասարդ պացիենտը քանի տարեկան է եղել, որ արդեն դիագնոզվել է Պարկինսոն։ Ես ունեցել եմ 40 տարեկան տղամարդ, ում մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն, բայց հայտնի հոլիվուդյան աստղ Մայքլ Ջի Ֆոքսը նրա մոտ Պարկինսոնի հիվանդությունը ախտորոշվել է 29 տարեկան հասակում։ Այսպիսով Պարկինսոնի դա եւս մի ապացույց է, որ Պարկինսոնի հիվանդությունը դա միայն տարեցների հիվանդություն չէ, որ այն կարող է հանդիպել նաեւ երիտասարդ տարիքում։ Չնայած նրան, որ տարիքը համարվում է Պարկինսոնի հիվանդության ամենաառաջին ռիսկի գործոնը եւ հիվանդացությունը, տարածվածությունը մեծահասակների շրջանում կայուն աճում է 5-րդ տասնամյակից, սակայն 25% դեպքերում այն ախտորոշվում է ավելի վաղ հասակում։ Այդ ավելի վաղ հասակում ախտորոշված պացիենտները եւ օրինակ դասական, հա, տարիքային խմբի պացիենտները, ում որ գրականությունից սպասում ենք, հա, այսպես ասած։ Արդյոք բուժման մոտեցումներում փոփոխություն կա եւ արդյոք նաեւ բուժման արդյունավետությունը, նաեւ բուժման պատասխանը ինչ որ փոփոխություններ կա հաշվի առնելով, որ օրինակ երիտասարդը ավելի թարմ է, ավելի էներգիավլիկն է կամ նրա իմունիտետը ավելի բարձր է եւ այլն, այսպիսի տերմինները կամ երևույթները ազդում են։ 1960-ական թվականներից մինչ այսօր Պարկինսոնի հիվանդության բուժման ոսկե ստանդարտ համարվում է լևադոպան, որը անցնելով հեմատոենցեֆալիկ բարիերը գլխուղեղում վերածում է դոֆամինի։ Եթե մենք ախտորոշել ենք Պարկինսոնի հիվանդություն, կապ չունի, թե որ տարիքում է գտնվում հիվանդը։ Մենք սկսում ենք դոֆամինային թերապիա, դա կարող է լինել L-դոպա կամ կարող է լինել դոֆամինային ագոնիստներ։ Կան տարբեր խմբի դեղորայքներ, MAO-B ինգիբիտորներ, COMP ինգիբիտորներ, հաշվի առնելով հիվանդության արտահայտվածությունը, հիվանդի ֆունկցիոնալության աստիճանը, տարիքը, բուժումը ընտրվում է ինդիվիդուալ, սակայն այս դեղորայքային խմբերի շրջանակներում, հա, այսպես ասած փոփոխության ենթարկվում։ Նաեւ Իսկ մենք երբ խոսում ենք, որ պետք է շուտ դիմենք, վաղ դիմենք, որպեսզի ավելի արդյունավետ լինի, ինչ կարող ենք սրանով բարձրաձայնել, որ եթե մենք շատ շուտ ենք հայտնաբերել հիվանդությունը եւ ավելի շուտ ենք հայտնվել, հա, մասնագետի մոտ, հետեւաբար մենք ավելի երկար ունենք հնարավորություն լավ կյանքի որակով ապրելու, ինչ է տալու սա պացիենտին, որովհետեւ շատ հաճախ նաեւ պացիենտներն ասում են, դե լավ, որ բուժում չունի, էլ գնում ենք բժշկի, ինչ անենք, ինչ է տալիս բժիշկը կամ բուժումը։
Ժամանակին սկսված բուժումը մեզ թույլ է տալու, որպեսզի երկարաձգենք հաշմանդամությունը։ Թույլ է տալու պահել հիվանդին ավելի ֆունկցիոնալ, ավելի աշխատունակ։ Աշխատունակ նույնիսկ։ Այո, աշխատունակ։ Մենք ունենք հիվանդներ, որոնք 20 տարի եւ ավել ունեն Պարկինսոնի հիվանդություն եւ աշխատում են։ Մեր նպատակը, ես մի անգամ եմ կրկնում, սիմպտոմների բարելավումն է։ Պարկինսոնով հիվանդները ունենում են շարժողական խանգարումներ եւ մեր թերապիան միտված է կառավարելի դարձնել շարժողական խնդիրները եւ ոչ շարժողական խնդիրները։ Բայց կա մեկ այլ դժվարություն եւ բարդություն։ Սկսելով դոֆամինային թերապիայով պետք է գիտակցենք, որ որոշ ժամանակ հետո առաջանալու են դոֆամինային թերապիայի կողմնակի էֆեկտները, առաջանալու են մոտոր ֆլուկտուացիաներ, անջատման եւ միացման ֆենոմեն, դիսկինեզիաներ, որոնք իրենցից ներկայացնում են ավելորդ շարժումներ, դա անխուսափելի է։ Հետևաբար ճիշտ բուժումը ավելի կանխատեսելի է դարձնելու բարդությունները։ Որն էր պատճառը, որ այս հարցը ես եւս մեկ անգամ այսպես ասած բարձրաձայնեցի, որտեղ շատ հաճախ մենք լսում ենք, որ հատկապես երբ խնդիրը մեծահասակների մոտ է հանդիպում, մտածում են դե մեկ լուծում չկա, բժշկի գնալու իմաստ էլ չկա։ Հենց սա ես ուզեցի եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ այո, մենք ամբողջական հիվանդության վերացման մասին չենք կարող խոսել, բայց հենց ընտանիքի անդամների բարօրության համար, իրենց կյանքի որակի բարելավման համար շատ կարեւոր է, որ հիվանդություն ունեցող մարդը հնարավորինս շուտ հանդիպի բժշկին, որպեսզի այդ խնդիրները, որոնք որ նաև ընտանիքի անդամների համար են խնդիր դառնում, հնարավորինս ուշ հանդիպեն։ Մեր նախնական զրույցում դուք նաև նշեցիք, որ բուժման մասին խոսելիս պետք չէ հասկանալ միայն դեղորայք, հա։ Ինչ պետք է նաև հասկանալ։ Պարկինսոնի հիվանդության ժամանակ կարող են կիրառվել նաև ոչ ֆարմակոլոգիական թերապիա։ Դա իրանից ենթադրում է ֆիզիոթերապիա, բուժական վարժություններ, խոսքի թերապիա։ Բուժական վարժությունները, ֆիզիոթերապիան բավական արդյունավետ է կանխելու համար հավասարակշռության, կոորդինացիայի, կեցվածքի խանգարումները, քայլքի խանգարումները։ Այն նպաստում է ռիգիդության եւ կոնտրակտուրաների զարգացման նվազումը։ Օրինակ խոսքի թերապիան շատ օգտակար է այն հիվանդների մոտ, ովքեր ունեն խոսքի խանգարում։ Պարկինսոնով հիվանդներին շատ բնորոշ է նաև խոսքի խանգարումը։ Հետևաբար դա կբարելավի հիվանդների արտիկուլյացիան, կկանխի դիսֆագիան։ Նաև հոգեթերապիա։ Այս հիվանդները ունենում են արտահայտված ընկճվածություն, դեպրեսիա, հետևաբար հոգեբանի հետ աշխատանքը նույնպես կօգնի նրանց բարելավելու եւ կյանքը եւ հետագա Բարդությունները հետաձգել։ Այո։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես վստահ եմ, որ սա այն թեման է, որի մասին շատ երկար կարելի է խոսել, նույնիսկ 1-2 հաղորդում բավական չէ, որպեսզի ամբողջ ինֆորմացիան ներկայացնենք, բայց միայն այն փաստը, որ մենք եւս մեկ անգամ հիշեցրեցինք, որ գոյություն ունի նման խնդիր, այս խնդիրը միայն ծերերի հիվանդություն չէ, ինչպես որ մեզ բոլորիս է թվում, ոչ մեկս ապահովագրված չենք այս հիվանդությունից, հետեւաբար ինչպես ժողովուրդն է ասում, եթե տեղեկացված ես, ուրեմն զինված ես, հա, մենք զինեցինք մեր հեռուստադիտողին եւ ցանկացած դեպքում, ցանկացած կասկածելի նոր առաջացած երևույթ արժանի է, որ մեկ անգամ հանդիպել բժշկի հետ, քննարկել, գուցե ոչինչ էլ չկա, բայց ավելի լավ է բժիշկն ասի, քան մենք որոշենք, որ չէ, ոչինչ չկա։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Հուսով եմ, որ ստացանք հաղորդում, որը իսկապես ինֆորմատիվ էր։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր թերապիայի կլինիկայի բժիշկ նյարդաբան Սոֆիա Խաչատուրյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Մենք կհանդիպենք նաև մյուս շաբաթ։ Ցտեսություն։